Ողջույն, լայնուսկետեմ կայքի արգաժան այցելուններ։ Այսօր արդեն մեկ անգամ այդ թեմային անդրադարձել ենք, բայց ես հենց նախորդ հաղորդման ժամանակ ասեցի, որ քանի որ տիկինը ամենաշատ գրառումներն արել էր Էդգար Ղազարյանի մտքերի առումով, առիթով, այդ իսկ պատճառով այսօր անպայման պետք է, որ Էդգար Ղազարյանի հետ եթեր դուրս գայինք եւ հասկանայինք ինչն է այդպես ալեկոծել, ասում է հոգիները, որովհետև անհասկանալի է, թե ինչու ուրեմն այդքան մեծ ուշադրություն է դարձվում Էդգար Ղազարյանի գրառումներին եւ հետաքրքիր է, որ հենց նոր ուզում եմ բացել իմ Facebook-ը, գուցե թե սխալ եմ արել, որ մի քանի ժամ առաջ հայտարարել եմ, որ 6-ից 6:30 Էդգար Ղազարյանի հետ ուղիղ եթեր ենք մտնելու, որտեղ պարզվում է, որ Facebook-ս արդեն բանի տակ է եւ ես չեմ կարողանում նույնիսկ ընկերներին ինֆորմացիա փոխանցեմ առայն, որ մենք արդեն ուղիղ եթերում ենք։ Մի խոսքով ոչինչ, ես ասում եմ սրան էլ կդիմանանք, որտեղ այլ ելք ուղղակի չկա։ Նույնպես որ ես իմ խոստումը կատարում եմ եւ այսօր եթերում ուրեմն Էդգար Ղազարյանն է, մենք քննարկենք այդ երևույթը, բայց գիտեք ինչն է ապշեցուցիչ ամենը, որ այ հիմա, երբ որ մենք ստեղ խոսում ենք, այն պետությունները, որոնք ըստ էության ունակ Պակիստանը Հայաստանին դեռևս մինչև հիմա չի ճանաչել։ Թուրքիան եւ Ադրբեջանը Բերձորում օդանավակայանի բացման արարողության հետ կապված մեծագույն խնջույքներ են անում։ Գուցե դա է պատճառը, որ ինչ որ կերպ Նիկոլ Փաշինյանը որոշել է միանալ այդ խնջույքին, իր ավակ հորը եւ եղբորը ուղերձ է ուղարկում, որ ձեր բոլոր ցանկությունները կատարում եմ եւ քանի որ Ալի Փաշա, Շուքյուրզադեն, Մադեն ընդեղ մեկը կա, մոլլա, ասել է, որ մենք Էջմիածինը մեր պատմական հողն է եւ մենք ընդեղ այդ եկեղեցին հայերին ժամանակավորապես վարձակալության ենք տվել, որպեսզի արդարացնի այդ միանգամից հարձակվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուրեմն սպասավորների վրա։ Եվ գիտեք ամենալկտին, որ օրինակ ես նախորդ հաղորդման ժամանակ դա էլ եմ ասել, որ օրինակ այդ դոմփել բառը դա մեր Էդգար Արտյոմ Խաչատրյանի լեքսիկոնն է, բառապաշարն է։ Հարսադոմ, մայրադոմ, հայրադոմ եւ քանի որ պարզվեց, որ տիկինը բոլոր հաղորդումները նայում է, հատկապես Էդգար Ղազարյանի, Արտյոմ Խաչատրյանի մասնակցությամբ, երևի շատ են լսել այդ դոմփել բառը, երևի գիշերը անպայման կիսվել են իրար հետ եւ ասել է, որ կասեց մի հատ երիտասարդ Արտյոմ Խաչատրյան, որը ինչ որ մեկին համարում է հարսադոմ, բեն մյուսին մայրադոմ, բեն մյուսին հայրադոմ, դե դու արի եպիսկոպոսների հասցեին ասա քերակնգադոմ։ Եվ Նիկոլն որոշել է, որ առավոտը անպայման դրա մասին պետք է ինքը բարձրաձայնի։ Նույնիսկ եմ կրկնում, այնինչ տեղի ունենում անհամատեղելի հայկական պետականությունների, հայկական շահի ընդհանրապես հայի հետ, բայց տեղի է ունենում։ Ու զարմանալիորեն հայ ժողովուրդը հանգիստ է։ Զարմանալիորեն մեր քաղաքական գործիչներից ոմանք, որոնք պատրաստ են իրենց վերագրելու հայոց պատմությունը, պատմության 5000-ամյա ամբողջ ընթացքը, պատրաստում են այդ մարդու հետ գնալ ընտրությունների հերթական։ Եվ այսպես շարունակ, ու երբ որ նայում ես գրառումները, այսօր Նարեկ Մալյանը հետաքրքիր գրառումներ է, կարծեք թե Հայաստանում ոչինչ չի տեղի ունեցել։ Եվ ոչ միայն ընդդիմության այն մասը, ով իրանց հետ համաձայն չի, դավադրություն է կազմակերպում իրանց նկատմամբ, այլ նույնիսկ Նիկոլն ու կինը սենց հայտարարություններ են անում, որ ընտրությունները շուտ տեղի ունենան, որ իրանց տեխնացուն, որի ռեյտինգը կտրուկ աճում է դեպի բարձունքները Հիմալայան, կանգնի ու իրանք, գիտեք, աբսուրդ է։ Այնինչ տեղի է ունենում Հայաստանում, թե քաղաքական շրջանակներում, թե դիմադիր շրջանակներում, այսօր մենակ հոգևոր դասն է, որ ընդվզել է, իհարկե այս հոգևոր դասը պետք է ընդվզեր 18 թվականին, ցավոք սրտի 18 թվականին ոչ միայն չընդվզեցին, այլ իրանք էլ միացան Նիկոլի շարժմանը, եւ Նիկոլը նրանց պարգևատրեց նրանով, որ
առաջինը ասեց նոր Հայաստան, նոր հայրապետ եւ հարձակվեց եկեղեցու վրա։ Երբ մի գործը կիսատ է տողել, նորից է վերսկսում։ Հետաքրքիր է, որ նրանք ասում են ինչու մերժեց Սերժին, բայց կալանավորեց էս ինչին, հիշեք, որ ընդեղ էլ աջակցության խնդիր կար։ Այսինքն Նիկոլը նաև այն չի, որ իրան աջակցում ես, ինքը դրանից ոգևորվում է ու քեզ տանում է իր հետ դեպի իր բարձունքները։ Ոչ, ինքը այդ աջակցողներին, ովքեր շուտ են որոշում աջակցել, առաջինն է պատժում, որովհետեւ դրանք իրանց տեղը լավ իմանան։ Պատահական չէր, որ ում հետ էլ կոալիցիա կազմեց, նույնիսկ ոչ թե իրանց զգուշացեց, որ իրանց կոալիցիայից շպրտում է դուրս, այլ եկավ հրապարակից հայտարարեց։ Եվ գիտեք, այս երևույթները մեր հայ ժողովուրդը, լինությունը, մարդկությունը հասկանում է, չի հասկանում, գիտակցում է, չի գիտակցում, տեսնում է, չի տեսնում։ Ահա նման ուրեմն հարցեր են առաջ գալի եւ այդ հարցերի պատասխանները չկան։ Նորից եմ կրկնում։ Այսօր Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ան եւ ընդեղ էլ Ալիևի ելույթ է ունենում, ով ասում է շուտով պիտի ազատագրենք Արևմտյան Ադրբեջանը։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ մերոնք պատրաստվում են հերթական 2026 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցելով։ Ահա ձեզ Հայաստանը եւ Հայաստանին այսպես կոչված առաջնորդող ուժերը։ Պարոն Ղազարյան, ինչ է տեղի ունենում։ Ձեր անունը ամենաշատն են տալիս։ Տիկինը ձեզ շատ է հիշատակում։ Անմարդ ասա դու մեծ ինչ գործ ունես, ես 4 երեխու տեր ընտանիքի տեր։ Ինքն էլ 4 երեխա ունի, ասում։ Դե Իրանը մեկ շխառը պատմություններ է դրանց տան վիճակը։ Ուրեմն ինչ որ կատարվում է մեր եկեղեցու հետ, ես կարծում եմ, որ ձեր մուտքի խոսքում ներկայացված դատողությունները խիստ հիմնավոր են եւ սա ուղիղ կապ ունի Փաշազադեի մայիսի 22-ի հայտարարությունների հետ, որտեղ ասում է, որ Հայաստանյան Առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում հարևան պետությունների եւ ժողովուրդների համար եւ փորձում է նաեւ նվաստացնել հայ եկեղեցու դերը ընդհանուր քրիստոնեական եկեղեցիների համակարգում եւ այլն։ Աննա Հակոբյանն այսօրվա իր գրառման մեջ ուղիղ հիշատակում արե վեհապար հայրապետի Շվեյցարիայում գտնվելու հանգամանքին, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում է գտնվում շատ կարևոր առաքելությամբ, եկեղեցիների համաշխարհային ժողովի շրջանակներում խորհրդի ներկայացնում է Ադրբեջանում հայկական քրիստոնեական ժառանգության դեմ իրականացվող բարբարոսությունները։ Եվ այնտեղ նա հանդես է գալիս հիմնական բանախոսի կարգավիճակում։ Եվ Աննա Հակոբյանը շեշտում է Շվեյցարիայի հանգամանքը եւ վեհապարին դեր գտնվելու հանգամանքը։ Այսինքն ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, հավանաբար Ալիևը երևի ուղիղ կապ ունեն իրանք իրար մեջ, բնականաբար կունենան, կոնտակտներով փոխանակված կլինեն, դե իհարկե Նիկոլ Փաշինյանը Ալիևին չի կարա զանգի, բայց սա երևի հաղորդագրություն է ստացել կամ զանգ է ստացել, որ ես ինչ է կատարվում, որ Շվեյցարիայում նման հեղինակավոր համաեկեղեցական, համաքրիստոնեական կազմակերպության շրջանակներում շատ հեղինակավոր ամենայն հայոց կաթողիկոսը խոսում է հայկական քրիստոնեական ժառանգության մասին Արցախի։ Եվ կարծում եմ այդ ահազանգն է եղել, պլյուս այս Փաշիզադեի իր ազգակիցն է երևի, ազգանները շատ մոտ են Փաշինյանի եւ Փաշիզադեի, նա Ադրբեջանի հոգեվոր առաջնորդն է, բնականաբար նաեւ իր հոգեվոր առաջնորդն է, եւ սա միանգամից կտրուկ սկսեց խոսել։ Երեկվա կառավարության նիստում խոսելով այդ եկեղեցիների Չուլան, ասում է եկեղեցիներում մահճակալ կա, կոշիկներ է գցած, չգիտեմ, դες բաներ է խոսում, ասենք, հասկանում եք, դե ինչի մասին է խոսում, էլի։ Ասենք, մեր եկեղեցիներում ես ականատես եմ եղել, թե ոնց են հավատացյալները հավաքվում ժամանակ առ ժամանակ, եկեղեցիները լվանում, հատակը, պատերը, եկեղեցիների տարածքները մեր ամենաբարեկարգն են, ամենախնամվածը, ոչ միայն եկեղեցին ինքնին, տաճարը, այլ նաև մերձակա տարածքները, դրանք ամենագեղատեսիլ վայրերն են, հանգստի գոտիներ են, իրենց բարեկարգ, խնամված, միշտ հոգացության մեջ գտնվող, մեր հոգևորականները ինչ հատուկ հոգացություն են տանում եկեղեցու սպասավորները, չէ՞։ Դա ամենամեծ սրբավայրերն է, դա մեր
ամենակարևոր իրադարձությունների վայրն է, դա մեր հաղորդություն ստանալու վայրն է։ Եվ նույնիսկ ոնց է անարգում, ընդ որում վերացական ու պարզ է, չէ՞, սուտ բան։ Հիմա օրինակ հիշեք, մի տարի առաջ էր կարծեմ, ես հարցում արեցի կառավարություն, չպատասխանեցին իմ հարցմանը։ Հիշում եք կառավարության նիստում ասաց խաչեր են դնում փողոցներում, քայլում ես ամենքը մի տեղ իր ճաշակով մի հատ խաչքարե չէ, խաչեր են դնում։ Շինարարական աղբի մնացորդներից, ասում է, կահույքի մնացորդներից, պլաստմասայի կտորներից, հիշում եք։ Այո։ Պարզ է, չէ, որ եթե որևէ քաղաքում, ես շատ եմ տեսել, քաղաքի մուտքի մոտ լինում է բարձունքների վրա, ասենք եթե քաղաքը մոտակայքում մի լեռ է ունենում, մի բլուր է ունենում կամ գյուղերը, Վրաստանում էլ է դա շատ ընդունված, Հայաստանում էլ գեղեցիկ խաչեր են դնում, լուսավորություն են դնում, գիշերը լուսավորվում է բան, ոնց որ այդ քաղաքի օրհնություն բերող այդպես խորհուրդ ու ով որ դա անում է, պարզ է, չէ, ամեն մարդ չի կարա դա նախաձեռնի, ով որ դա նախաձեռնում է, հոգացություն է ցուցաբերում, որ դա գեղեցիկ լինի, որ դա տպավորիչ լինի, չէ, լավ դիրքում տեղադրված լինի եւ ամենտեղ տենց է։ Հիմա սա քրիստոնեության գլխավոր խորհրդանիշն է անարգում։ Նստած ասում է կահույքի մնացորդներից շինարարական աղբից խաչ են սարք։ Ես հարցում եմ արի, ասում եմ դե կառավարության նիստում վարչապետը խոսուց չի ասի, պարոն Իսահակ, ինքը մանավանդ Նիկոլ Փաշինյանից դուք սուտ լսած կաք ինչ։ Երբեք։ Այդպես բան չէ։ Եթե նա մի բան չլի չի ասի։ Հիմա ասում եմ ասել է, չէ՞ որ փայտի մնացորդներից խաչ կա։ Հասցենք, ասենք որտե՞ղ է տեսե։ Չէ, Չուլան եկեղեցի, որտեղ է։ Հիմա այդ եմ գրել, հիմա սղա գրել եմ իր այդ ելույթը, ուղարկի եմ վարչապետի աշխատակազմ, իր մամուլի խոսնան Նազելի Բաղդասարյանին։ Այն կարմիր պիջակը որ հագնում է, նստում է բանակցություններ։ Դե ասում եմ այդ ինձ ասա տենա, վարչապետը խոսուց չի ասում։ Ինքը ավազ, որ շենքի մեջ եկեղեցու, որ շենքի մեջ է, տեսե ավազ։ Ինքը որտեղ է եկեղեցի գնացել ընդհանրապես։ Ինքը եկեղեցի խոնարհված եկեղեցի այն է տաղավար տոնին, այսինքն Սուրբ Հարության տոնի կամ Սուրբ Ծննդյան օրը գնացել էր Արագածուտի մարզի, բայց խոնարհված եկեղեցիները ինչի համար որ համերգ տարածաշրջանի Իրենք երևի կռավատ են տարել, դե պարկել են։ Էդ չի լինի։ Հուշարձանը այն ամենայնի պատմամշակութային հուշարձանի տարածքով կարա կռավատ լինի։ Սուտ, այսինքն պարզ է, չի հիմա որ հաստատ իրանք տարածել է։ Իրանք մնում են, չէ, Տիկին Աննայի հրահանգներով տինդե որոշակի բաներ նախապատրաստեն, որ համերգը գա։ Հիմա պետք է հարցում անել ասել, վարչապետը ասել է, որ ինչ որ եկեղեցում ինքը տեսել է բոթաս, չէ, կոշիկ գծած։ Որ եկեղեցում է տեսել։ Դու ասի ենթադրենք, էդի տեսել եմ Արմավիրի մարզի, էսինչ գյուղի, էսինչ եկեղեցում, Կոտայքի մարզի, էսինչ գյուղի, էսինչ եկեղեցում։ Պիտի ասի, չէ, բայց ասում է տեսել եմ, չէ, բայց եթե այսինքն դու չես տեսել, բայց ասում ես, որ տենց է, այսինքն անարգում ես, նույնիսկ չտեսած բան ես ասում, հա։ Անարգում ես, այն ինչն ես անարգում։ Մեր սրբավայրը, այնտեղ որտեղ որ մենք ծնկի ենք իջնում, աղոթք ենք ասում եւ հաղորդություն ենք։ Դու իմ հաղորդություն ստանալու վայրն ես անարգում։ Ինքը հասկանում է ինչ է անում։ Միայն չի անարգում, է պղծում։ Այսինքն դու իմ երեխեքի մկրտության վայրն ես անարգում, պղծում։ Դու իմ ամուսնության վայրն ես անարգում ու պղծում։ Ուսես բոլորիս մի ամբողջ ժողովրդի, մի ամբողջ հայ ժողովրդի, որի 90%-ի կյանքի բոլոր կարևորագույն իրադարձությունները այդ եկեղեցու հետ է կապված, դա ես անարգում։ Մեր ննջեցյալների վերջին հրաժեշտի վայրն ես անարգում։ Ու սրա պատասխանը սենց ալնելու, չէ, սա ուրիշ բան է։ Սա ուրիշ բան է։ Ու որում դա ինչի համար ես անում, որովհետև թուրքի պահանջ ես կա։ Այսինքն քո մեղքով մեր եկեղեցիները, վանքերը, այն էլ ինչպիսի տաճարներ, ինչպիսի գանձասար ենք մենք այսօր թողեցրել։ Դե պղծվում են, չէ՞ դա։ Ղազանչեցոց, Ամարաս, Դադիվանք։ Քո մեղքով դրանք ընդ պղծվում են։ Ու հիմա դու ազնվություն ես ստացել, որ դու ստեղինները պիտի պղծես։ Ո՞վ ես դու։ Քո կնգահեք միասին, elə որ իսկի կնիկներ չի։ Որ դուք նստեք մարդու կնիկ, մի օրվա մեջ 10 գրառում անեք,
ու անարգեք մեր ամենանուրբ նվիրական քրիստոնեական Աննա Հակոբյանը վերջին գրառումը կարդա։ Կարդացեք, արժի որ։ Երկրի գլխավոր մանկապիղծերը հասկանում եք մանկապղծության մեջ մարդ մեղադրելը ինչ է նշանակում։ Այսինքն եթե դու ասում ես, որ ինչ-որ մեկը մանկապիղծ է, ուրեմն գիտես թե դա ով է, չէ։ Դու այսինքն մանուկ պղծելը այդքան հասարակ երևույթ է, որ դու կարաս դրա մասին իմանաս։ Ու գրառումով արտահայտես, այդ ուրեմն իրենց համար է այդպես, հասկանում եք։ Ուրեմն Աննայի համար մանուկ պղծելը դա շատ սովորական բան է, որ ինքը կարա ուղղակի դրա որպես գրառում անդրադառնա։ Այսինքն իր համար դա սարսափելի բան չի։ Բացիկ պատկերացնում եք, որ մենք լսենք մանկապղծության մասին։ Հասկանում եք, այդ ինչ ցանկացած նորմալ մարդ, դու չես կարող նստես գրես ասես, մանկապի։ Նա դեպի կարդա, երկրի գլխավոր մանկապղծերը ճուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե այդպես պետք է լիներ։ Չէ որ ճուլանները սև սքեմ հագնող մոլագարի կյանքի մութ անկյուններն են։ Հենց ճուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը վաղուց արդեն համակերպված իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ Շվեյցարիայում ինչ եք անում։ Ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անապահ ազատում գերությունից։ Դու գիտեք հոգևորն ինչ է, այ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ ճուլաններից խոսակցություն է բացվել, թե չէ ինչու պետք է հարձակվեին պետության ընտրված ղեկավարի վրա։ Դեռ մեկ ինչ էր գրել։ Շվեյցարիան տեսակ ինչ է։ Այո։ Վեապարի այցելությունն է Շվեյցարիա, իր ելույթը, որտեղ խոսում է նաև մեր հայրենակիցների վերադարձի մասին, ասում է ում եք անվտանգ ուղարկում հարազատ վայրերում։ Ո՞ց թե հայերը նորից գնան իրենց բնակավայրերում ապրեն, ոչ, այլ պետքա քննարկեք, որ ադրբեջանցիները գան Հայաստանում ապրեն։ Էդ են չէ հիմա քննարկում։ Ալեն Սիմոնյանն ասում է, չէ, որ մենք պիտի համակերպենք այն մտքի հետ, որ մենք պիտի ապրենք ադրբեջանցիների հետ։ Արա Թուրքիա ուզում ապրես, գնա Սումգայիդ ապրի։ Ագին իր խայսաթի տեր մարդկանց էլ ընդես սիրում են, լավ էլ կընդունեն, էլ ոչ մի ուրիշ բանի պոշտայով բան պատվիրելու կարիք կարող է չլնի էլ, ընդ շատ լավ կընդունեն իրան։ Հիմա լավ, սա ատելության խոս չի, սա բռնության խոս չի, էդի չի, մենք հանկարծ նա մի բան ենք ասում, վարույթ է նախաձեռնվում, պետության ընտրված ղեկավարն ով է։ Չկա տենց մարդ։ Կա, հանրապետության նախագահ։ Էն էլ առաջնային մանդատ չունի։ Առաջնային մանդատ չունի, բայց Սահմանադրության պետության գլուխը նա է։ Եվ ինքն է հետևսա։ Հիմա ազգային ժողովը ընտրում է եւ վարչապետ եւ նախագահ, չէ՞։ Մեկը գործադիր։ Ես Սահմանադրական դատանի դատավոր եւ Վճռաբեկ դատանի դատավոր, չէ՞։ Այն իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներն ընտրում է առաջնային մանդատ ունեցող մարմինը ազգային ժողովը, որը կազմված է 107 падգամավորից, ոչ միայն ԿՊ-ից, այլ նաև այլ падգամավորներից։ Պետության ղեկավար պետության նախագահն է։ Այո, նախագահ, որին ընտրել է նույն ազգային ժողով, որին ընտրել է նաև վարչապետ։ Նա նշանակել է վարչապետին։ Նախագահը չի ընտրվել։ Ազգային ժողովը մատ ընտրում է։ Նախագահն էլ իր հարամանակով։ Չէ։ Ոչ չէ։ Վարչապետը եթե որևէ կուսակցություն ստանում է 50+1, հիմա այս դեպքում ասեցել է։ Ավտոմատ նշանակում։ Այս դեպքում ասեցել է։ Հիմա եթե իմպիչմենտը լինի, ազգային ժողովը նոր վարչապետ ընտրի։ Այդ ստացեց որ ազգային ժողովը ընտրեց, չէ՞, որ վարչապետին ընտրեց։ Նախագահն էլ իր հրամանագրով այդ անվերապահ, ՍԴ չի կարող ուղարկի, մի անգամից պիտի ստորագրի։ Իսկ կոնկրետ Նիկոլի դես անգամ ինքը չի բանը ընտրել։ Չէ, որովհետև իրավունքի ուժով էլի համարվում է ընտրված ազգային ժողովի կողմից, բայց իրավունքի ուժով ընտրված։ Բայց ընտրված։ Հիմա, այսինքն, էսի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար չի, ժողովրդի կողմից ընտրվածը ազգային ժողովն է։ Եվ ինքն էլ պետության ղեկավար չի, այսինքն սրանք պետության մասին տարական պատկերացումներ չունեն, բայց ակնհայտ ընդգծում է։ Ասում ում եք ուզում ազատեք գերությունից։
Արցախի ռազմական ղեկավարության ուզում եք ազատել, փոխանակ մտածեք Հայաստանից նոր մարդկանց տանեք հանձնեք գերության, ինչ անելու են հեսա։ Ասել է, չէ, Ադրբեջանի գլխավոր դատախազն ասել է, որ այն գործով, որ հիմա դատում են Արցախի ռազմական ղեկավարությանը, կա առանձնացված մաս, որով վարույթը շարունակվում է, եւ այնտեղ մեղադրյալի կարգավիճակներ ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Զորի Բալայանը, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մերքոնյանը, բոլոր պաշտպանության նախարարները, պաշտպանության բանակի բոլոր հրամանատարները, Արցախյան պատերազմների կամավորական ազատագրական ջոկատների հրամանատարները։ Հիմա Աննան ասում է ո՞նց թե։ Դուք փոխարենը մտածեք Ադրբեջանի գլխավոր դատախազությունում քննվող քրեական գործով անցնող մարդկանց տանենք հանձնենք ադրբեջանցիների, որ նրանք դատեն ոնց որ դատում են մյուսներին, փոխանակ դրա մասին մտածեք, հələ մտածում եք գերությունից մարդ բերեք դուք Հայաստան։ Ու դու ասում ես համարցակում ես դες բանան, ես այ չուլան է ասում ես բան, պատկերացնում ես ինչ է ասում։ Այսինքն ես բարձա չէ որ ես խոսքը ուղղված է ամենայն հայոց կաթողիկոս։ Բարձա չէ որ ես գրառում Աննան չի արել։ Ինքնա չի արել։ Ինքն է արել, ո՞ւր։ Այսինքն իր հեռախոսից այնա գրեք, ընկնասել հեռախոսը դուք, ու հեռախոսել ուրիշ բան եմ գրում։ Ակնհայտ է, չէ, երևում է, չէ։ Ավտոյի, չգիտեմ, Աննան Գյումրի չի գնացել ոնց որ։ Գրինջը գնալն այլ է։ Ու սա առաջի դեպքն է։ Ես 1000 անգամ եմ ասել մեր եկեղեցականերին։ Մի թողեք սրանք մտնեն եկեղեցի։ Հենց ինչ քննարկումները մենք ստես տաղավարեցել ենք ունեցել, չէ՞։ Միրոն օրհնության արարողությանը, Մայր տաճարի ոցման արարողությանը։ Ինչ եք հրավիրում դրանց։ Ինչ եք հրավիրում, եթե նրանք պետական արարողակարգային միջոցառում են անում, ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդի հուշամալիր, վեհապար հայրապետին չեն կանչում։ Այն դեպքում, երբ որ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին սրբադասել այդ նահատակներին։ Այդ նահատակների սրբադասող եկեղեցուն ներկայացին, որ չեն կանչում կաթողիկոսին։ Դու չես կանչում նրա մայտաճար, որ նայել դա քեզ անարգի։ Վեհարանսկի չմտնի։ Որ Աննան նեմատ շորիկ հագնի, եթե նստի ինձ ու թողնեն գնան։ Պիտի նզով կանեն վեր կենան այսօր իշքան հոգևորական կա, կամ են բացյան թեմի առաջնորդը, անամոտ, որ օրհնում էր Փաշինյանին, հետ կարող է իրա մոտատեսը այդ չուլանը, Դեններ գնացել է։ ասում է սրբազան, կարող է իրեն նկատի ունի, այդ կարող է իրա քերակիննա, դե դու ձեն անի, բա օրհնում էր, ասում է օրհնում եմ քեզ, պարոն վարչապետ, ո՞նց ես օրհնում, գնացել էր ՔՊ-ի դեպուտատ էր թաղում, այդ նույնը, բա տենց են արել դրա համար այդ են ստանում, որ բանից եմ ասել, Վայոց ձորի թեմի առաջնորդը Ալեն Սիմոնյան էր ընդունում Նորավանքում, ոնց եք դուք դրանց երեսին նայում, դրանց պատճառով այսօր քանի բան կա մնացել Արցախում թշնամու կողմից պղծումը, բա դրանք են չէ արել, բա դուք դրանց ոնց եք թողնում մտնել մեր եկեղեցի։ Արարատյան թեմի առաջնորդը գնացել է Տիգրան Ավինյան էր օրհնում, ասում է միասին պիտի լուծ քաշենք, դե քաշի, դրա պատասխանն են ստանում, համախմբվեք մի հատ ոտքի ելեք, մենք այսօր ես էլ եմ ասել, կաթողիկոսը պիտի դառնա վարչապետի թեկնածու, հենց հիմա պիտի իմպիչմենտ սկսեն վեհապարին առաջադրեն, կամ գերագույն հոգևոր խորհուրդը արտահերթ նիստ պիտի անի, իրանք էլ պիտի ստանձնեն այս բեկա ինչ է մնացել, մի քանի ամիս չի մնացել մինչև 26 թիվը։ Այս իշխանությունների հեռացման առաջնորդող ուժ այսօր պիտի լի մեր եկեղեցին։ Հոգևոր խորհրդի նիստ անա, եթե վեհապարը չի կարա համատեղելի չի չգիտեմ ինչա։ Ով էր ասում համատեղելի։ Բայց ով ասում որ համատեղելի չի։ Լավ համատեղելի։ Դիպրոսում եկեղեցու առաջնորդը նաև երկրի նախագահն է։ Կարալ ինչ է եղել։ Որտեղ է գրած։ Բանավան որ ժամանակավոր խնդիր է։ Կամ մեր սրբազան հայերից մեկը առաջադրեն այսօր վարչապետի դե վարը հենց այսօր պիտի սկսեն այդ գործընթացը։ Հենց այսօր։ Ախր դրա համար մեր падգամավորների մեջ պետք է նամուսը լի։ Իրանք էլ հասկանան, լավ իրաց մեջ չէին կարողանում որոշել, թող հիմա սրբազաններից մեկին վեհապարին առաջադրեն։ Այո, ու շատ արագ պիտի այդ քննարկումներն անեն։ Ու եկեղեցին դեռ
Ինչքան հոգևորական պիտի լինեն լսվեն փողոց ասեն հլարիստ է, այսինքն ինչ ասիր գնացին Facebook-ը բացիր գրիր գնացիր, հլարիստ է, դու չես գրե, հլարիստ է նա որից եկեղեցում ես դու տես բան տեսը որ խոսում ես, այ փանտի, հələ քո ապրած տունն է, չուլան ես ուզում տենաս աննա, հələ մեկ հիշի երրորդ մասում որտե ես դու ապրես, ki խոզանոց չի կարելի ասել, խոզը գցես դրանց տունը կսատկի Դու այդ խոզանոցի մեջ ապրած այդ ոչլոտ, դու ելել ես այսօր մեր եկեղեցին ես անարգում, ասում ես եկեղեցի չուլան, հա? Սաղը պիտի միասին հավաքվեն իրանց հոգևորականներով, իրանց հավատավորներով, եկեղեցական թեմեր կան, խորհուրդներ կան։ Ես կարծում եմ Սա ժողովուրդը պիտի լենք, որտե ասենք արիստար ես, ինչ ես, ով ես դու, բերանդ բացես խոսես։ Սա նոր Սարդարապատ է։ Հիմա թող վեհապար Հայրապետը զանգ հնչեցնի, բոլոր թեմերը զանգ հնչեցնեն, բոլոր եկեղեցիները զանգ հնչեցնեն, հենց եկեղեցականները առաջնորդեն իրանց հոտին դեպի Երևան։ Այո։ Պահանջել ես մարդու օր առաջ հրաժարականը։ Ինչ հրաժարական տեխնատու ժամանակը։ Ոչ մի հրաժարական անվստահությունը Այո, անվստահություն է բնականաբար։ Այսօր պիտի տան այն Արթուր Հովանեսյան, այն 24 գրամը ջեբը որ մանա գալի։ 024 Դեղնականաչավունը։ Ասում ես կրկնում եմ վարը, որը ոնց ես դու կրկնում վարչապետի ասած, այ կես կիլո։ Երբ է ասել։ Այսօր Ջեպազորություն ազգային ժողովում, հա ասում եմ մենք հետ հոգևորական, արա, որ նայում ես իրանից ոչ մի բան չներկայացնող մարդ է, ոչ կրթություն աստացել, ոչ դաստիարակություն աստացել, ոչ շնորհքի տերա, ոչ արհեստի տերա։ Մենք խոլիգան են մարդու իրավունքների պաշտպանի հանձնաժողովի նիստի, որ ինձ ասում է լեզուտական չկտրեմ։ Բայց մենք դրանց որ թողնենք ասենց անպատիժ մնա, նրանք է սանձարձակություն պիտի անեն, չէ՞։ Բսաղով նա չետանք ասենք հլարիստ է, արա, հլարիստ է։ Վերցնես տանես եկեղեցի, մատաղ գառը ոնց է վերցում տանում։ Տանես կապես վանքի բակը, ասես դե խոսի։ Արիստ է ցույց տուլը տենամ կռավատ որտե է դրած, որ ասում ես պիտի կրկնեմ։ Դու այդ հոգևորականների հետ քեզ համեմատելու տեղ մեր եկեղեցին։ Ամենահին համալսարան այսօր Հայաստանի դա Գևորգյան հոգևոր ճեմարանն է։ Եվ ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է Հայաստանի։ Մեր հոգևորականները բոլորը ստացել են անթերի կրթություն, ամեն մարդ չի կարող այդ հոգևոր ճեմարաններն ավարտի։ Մեր հոգևորականների մեծ մասը նրանք արտասահմանում կրթություն ստացած մարդիկ են։ Աշխարհի լավագույն քրիստոնեական ուսմունքներն ուսումնասիրող համալսարաններում տարբեր, ոչ միայն հոգևոր ենթակայության համալսարաններում, այլ նաև աշխարհիկ համալսարաններում թեզեր պաշտպանած մագիստրոսներ, դոկտորներ են։ Հոգևորականները այդ եկեղեցում ծառայող մեր, չեմ ասում հայր սուրբերը, սրբազանները, եպիսկոպոսները։ Նույնիսկ ծխական հոգևորականները նրանք բարձր կարգի կրթություն ստացած մարդիկ են։ Դու դրանց հետ համեմատվելու տեղ ունես, արա։ Որևէ մեկը այդ խունտայից այսօր այն ֆինանսների նախարարը մազերը որ չի կարում սանրի։ Մերկի ժուլիկ իր տունը տվել է իրան վարձով։ USAID փողերով, որ ֆինանսների նախարարության միջոցառումը տանեն USAID-ով ընդեղ անեն։ Ոնց իր տունը ինքը վարձով է տվել։ Բա իր տունը տվել է իր անկերոջ, չգիտեմ ինչ որ մատ կոռուպցիա մի հատ բան է, չէ՞, նայեցի գլուխը կախտես բանը, դες պատի տակ կանգնած, այնց ապուշի ժպիտով խոստովանելով լարվել այդ ամբողջ կոռուպցիա մեխանիզմը 5 հատ հարցի պատասխանը ժուրնալիստների սաղ ասած։ Հիմա էս կեսը դերելա մեր եկեղեցու հոգևորականների, չգիտեմ, առաքինություններից է խոսում։ Իսկ վանքի ուր չի է դա։ Մենք պիտի այս ամեն ինչը հանդուրժենք։ Սա պայքարը մեր ժողովրդի դեմ, մեր ինքնության դեմ։ Սփյուռքի դեմ ընդեղ են պայքարում, եկեղեցու դեմ են պայքարում, պատմության դեմ են պայքարում, արժեքների դեմ են պայքարում, ընտանիքի դեմ են պայքարում։ Հելենա կառավարության իստում ասում է, չափած մարդը չի պիտի ծնողների հետ ապրի։ Ինչ է թե իր տեղ ու տեղը չգիտի։ Հերա, չի ասենք թե նույն են ոչլոտը, գնաս ասես մեր ես, լուսը բասվել է, տղա տուրա, տեղը գիտի ասենք խոսել է, ամեն, ես մայրս որ ողջ էր, ես
Եկա մարդի դեսպան է, նա մի օր չիմանար, ես չեմ ասում, որ իմ հետ էլ է միշտ, եթե ասենք մեկ մի քանի օրով գալիս էր գյուղ էր գնում, նա մի օր իմ հետ հեռախոսով չխոսար, չիմանար ես երբ եմ արտացել, երբ եմ քնել, ինչ եմ արել, ո՞նց կլեր այդպես բանը։ Հələ մեկ գնա հարցուր ասա, մեր ես դու քո երեխու տեղը գիտես։ Ու քանի որ ինքը չգիտի, ասում է ով է տես այդ բանը, չափահաս երեխան իր ծնողի հետ ապրի։ Ընտանիք է բան անում, էլի կարգա։ Մեկին հարմար է ծնողի հետ ապրում, մեկ առանձին ապրում, մեկ մանավանդ մեր իրական, եթե նույնիսկ մեկ առանձին ապրում, այդ ծնողները միշտ հոգատար ուշադիր իրանց զավակների նկատմամբ, զավակները իրանց ծնողների նկատմամբ։ Ինչա թե իրանց տունը խառը վիճակ է, ասկի չես հասկանում ով ընդ է ինչ դեր ունի, ով է մտնում, ով է ալնում։ Հիմա այդ այլասերվածությունը պետք է տարածել մեր հասարակության մեջ։ Սրան միասնական ջանք է պետք ու արագացնել է պետք ես ամեն պրոցես ես այո ստե շատ մեծ թեր ունեն պատգամավորները մտ հավաքեք հիմա ասեք դուք նստեք ես ուզում եմ իմանամ եթե մարդը այսօր անվստահության գործընթաց անելու լիազորություն ունեցող մարդը հիմա հանգիստ նստել է ցավոք սրտի այո հիմա պիտի արտահերթ խմբակցությունների նիստ տանեն հիմա պիտի հայտարարեն արագ շատ արագ մեկը զանգել դրան ասել դու արի դու Առաջադրում ենք վարչապետի տեխնացու ինչ ասեք հիմա ինչ անենք վեհապարը բանում է Շվեյցարիայում հեռախոսը կա ամեն ինչը կա արագ նստեն քննարկեն որոշումը կայացնեն շատ արագ լույսը բացի մի անգամ մտեն ազգային ժողովրդին էլ հավաքեն ասեն հելեք եկեք տենանք ինչ ենք անում այ սրանք ոչնչացնում են մեզ ոչնչացնողներով է ինչ է դա Իրանից ներկայացնում մենք ենք սարքել դրան եսիմ ինչ Մենք ենք ես իմը Նիկոլը սենց իշխանը ոչ չի բան է չունի անտերի պես բան են մնացել են մարդու կնիկ նույնիսկ մնացած ամբողջ կառույցներն էլ սա մեզ բարևելուց ենք մենք հասկանում դրանք ոնց է սպասում մեր քայլերին Հելեկա վերջը մարդը ճիշտ է ծառայության մեջ են օրվա հաց են վաստակում կամ չգիտեմ ինչը բայց խո ապուշ չեն խո ոչխար չեն հասկանում են չէ իրանք էլ հակառակը աշխատանքի մեջ ելնելով ու ամեն օրվա շփումներով են հասկանում իրանց գլխի գալիքը Հելեք եկեք հավաքվենք ամենքս մեկով տենանք ինչ ենք անում ոտո գլուխ քանի գլուխ են դրանք Սա 200 հոգի չէ Մաքսիմում ով են դրանք ինչ են իրանցից ներկայացնում Ոչ փորետեր են, ոչ չնայած հիմա միլիարդատեր են դառը, բայց ջանդամն են դառը։ Լավ, հիմա ինչն է խանգարում, էլի, ասիկ էլ ինչ է պետք, այս մարդը անի, որ ընդդիմադիրները մեր հասկանան, որ գործ ունեն երկրի թշնամու հետ։ Թշնամու, որը երկրում զավթել է իշխանությունը, իրանց ժամանակին օգտագործելով։ Ես ասում եմ պաշտոնապես, որ ընդդիմադիր, մեծ ընդդիմադիր խմբակցության բոլոր անդամները անվերապահորեն ծառայել են Նիկոլի իշխանության գալուն։ Բոլորը նպաստել են դրան։ Նաև շատ շատերը։ Փաստել է։ Դե, ազգային ժողովն 3 պատգամավոր է, որ չի նպաստել։ 3 թե 4։ Մնացածը բոլորը նպաստել են։ Մեծագույն սիրով իրանց ուսերի վրա բերել են։ Հիմա տենում են, եթե իրանք էլ այս երկիրը կործանողների դաս ինչ են ուզում դասվեն։ Ինչն է պատճառը, որ հիմա իրանք չեն ուզում պայքարեն այս պատուհասի դեմ։ Չեմ կարող ասեմ։ Ես իրանք էլ չեն կարող, բացատրություն չունեն։ Հասկանում եք, մենք հիմար չենք։ Մենք հիմար չենք, դրանք գիտեն թե այս բանը, խոսում ենք անցնելու է գնա։ Անցնելու բան չկա է, անցնելու բան չկա։ Պատասխան պետք է, դուք եք ձեր մասով պետք է պատասխան, դուք մգիտեք մենակ ԿՊ-ն պետք է պատասխան տա։ Բայց ձեր պատասխանատվությունը որտեղ է։ Այդ անմիտ բացատրություններով կամ այդ մեծամտական կեցվածներով է, հա, որ թևերը կշտեք, այդ նստեք, ցես մի բան խոսակ, այդ տղաները։ Ասիր անցավ, հա, ջան։ Այդ տղաները քեզնից 1000 գլուխ վաստակ ունեն, չնայած իրաց տարիքի։ Այդ առհամարանքով չի է։ Գործ ունեք անելու, պատգամավոր ես կոչվում։ Բայց ի՞նչ է քո գործը, ինչ պիտի անես դու։ Mən չես ընդ է, ինչ է կարգավի, այսօր գնացել եմ վերջի բաններ, հանձաժողովի կնյազ Հասանով է, ասում է ես Ղազարյան Էդգարին չեմ ընդունում, հերթական խտրականությունը։ Ազգային։ Այո, նաև ազգային հողի վրա, որովհետև ինքը ազգությամբ քուրդ է, ու պատգամավոր է, որովհետև ազգային պրոգրամացիան ներկայացուցիչ է, այսինքն եթե ինքը ազգային պրոգրամացիան ներկայացուցիչ չէր, պատգամավոր չէր լինի։ Եվ ինձ ասում Ահմեդ ջան, հա, ես չեմ ընդունում քեզ։
Ստես է ստացվում։ Չէ, գելա խտրական վերաբերմունք կա ցուցաբերում։ Հիմա այդ հանձնաժողովի անդամ մարդ չկա։ Որ այդ նույն հանձնաժողովի անդամը պատիվ ունեմ խմբակցությունից, չգիտեմ, Հայաստան դաշինքից է։ Որ գար այդ ընդունելությանը գիտեր, չէ՞ որ ես հայտարարել եմ, չէ՞։ Լրագրողները գիտեն, չէ՞ որ եկել են, պատգամավորները չգիտեն։ Ու գիտեն, չէ՞ թե ինչի համար եմ գնում։ Չեմ հետում գիտության հանձնաժողով, ասեմ, երեխուս ընդունել տվեք ինստիտուտ, չէ՞։ Գիտեն, չէ՞ ինչի համար եմ գնում։ Բայց չեն գալի, ասեն կնյազ։ Հələ մեծ հանգիստ լստի տեղդ։ Քաղաքացուն ասեք թող գա ընդունելության։ Բայց ո՞նց է դու կարաս համ հանրապետական լնես, համ ՔՊ լնես, համ ՑՊ լնես։ Մարդը իրավունք չունի գա քեզ, հա, բայց դու չես պատգամավոր, եթե պետք է քաղաքացու հարցերին չպատասխանես։ Բայց եթե պատասխան չունես, թե դու չես ՔՊ պաշտպանում։ Դու ազգային փոքրամա, դու ամբողջ մի հրաշալի ժողովուրդ ես, չէ՞ ներկայացնում մեր խորհրդարանում։ Բայց դու չես մտածում, որ քո գործողությունները նաև այդ ժողովրդին ես վնասում։ Բայց դու եկել ես այդ ժողովրդի անունից հանդես գալու, որ դու ազգությամբ հայի, քաղաքական գործի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերես, թե որպես պատգամավոր ծառայես եւ քո ժողովրդին եւ մյուս ժողովուրդներին, հայ ժողովրդին։ Բայց մեկը չգա այդ պատգամավորներից ներսը նստած լինի, որ ասի հանգստացի վերենգի տեղդ։ Տարիք էլ ունես։ Բայց չկան։ Այդ գարին ասում ենք գնա բան բեր, մեզ պատգամավոր բեր, բա եկել էին բերեն, բա դուք ինչ անեք, բա գիտեք ձեզնից մենք պահանջներ չունենք, հա, ներում չունեն ոչ մեկը, ու անելու են, չուզելով էլ անելու են, Դաժան իրողություններ են, պարոն Ղազարյան, հիմա բացում եք Նիկոլ Փաշինյան, տեսեք հետաքրքիր է, իմ էջը չի բացում իմ մոտ, Նիկոլ Փաշինյանի էջը բացում է, Տիկին Աննայինն էլ է բացում, հիմա գալիս ենք այդ գրառումները տենանք հասցրել է ջնջել, թե հելը չի ջնջել։ Ինքը ջնջի, կյանքում չի ջնջի։ Նիկոլ Փաշինյան, բանջան, Ղաֆոջան, այդ ուղարկեմ, թե կարաս, չգիտեմ, կարամ ուղարկեմ, հեսա ուղարկեմ մեր Բանին ուղղակի էջից դնի, որ հետո չասեն մեզ, թե մենք սարքել ենք, էլի։ Եկավ Ռաֆիկ ջան, այդ որ ուղարկեցի, էդ մի հատ դիր թող ժողովուրդը տեսնի, էլի, շատերը կարող է չեն մտնում Նիկոլ Փաշինյանի էջը, տեսնեն, էլի։ Հետո եւ Հիսուս մտավ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մեջ։ Դու ասա դու Հիսուս հետ ինչ կապ ունես, այ Հյուդա։ Բան, Սամոսները Հայրապետական ոչ մի պատարագի չի մասնակցում։ Ու ոչ ինքը, ոչ որևէ պաշտոնյա, ասեք կարող է, չէ՞, ամբողջ կառավարությունը պղծելու։ Բան չունեմ ասելու, բայց դե իրանք իրականությամբ թուրք են, հասկանում ես, էությամբ ստոր մանկապիղծներ են, էությամբ, ինչ ասեմ, արնախուներ են, դրանք մտնեն եկեղեցին պղծեն, որ ինչ, ավելի լավ որ չեն մտնում։ Ուղղակի Վազգեն Սրբազանը են Մերձբալթյան երկրների այսպես թեմի առաջնորդը։ Նա ինչքան պետք է բանը լեր, հիմա տես, ստացվում է մենք էլ չէ սրբազանների հասցեին բան ասում։ Բայց որ սրբազանն ենք ասում, որ ինքն անարգում իր, բայց դու Վազգեն Սրբազան գիտես, որ այդ վարչապետը, որին դու օրհնում ես, քո չեմ ասում են եկեղեցի հավատման, քո կաթողիկոսի առաջ ոստիկանաշարի չի թողնում, կաթողիկոսը բարձրանաս Սարդարա, այն է Վազգեն Սրբազանը դրան համամիտ է։ Այդ է, բայց էլի չի մեր եկեղեցու։ Բայց մենակ Վազգեն Սրբազանը չի։ Ուրիշ թեմերի առաջնորդներ էլ կան, որ բացահայտ կաթողիկոսին դեմ են։ Այսինքն եկեղեցուն են դեմ, էլի։ Այո։ Ես չգիտեմ։ Իրանք համենայն դեպս դրսևորել են դա Սրբազան շարժման ժամանակ էլ դու լավ գիտես, որ թեմի առաջնորդները, ինչի մասին է խոսքը։ Մի հատ այդ Փաշինյանի գրածը դիր էլի, Ռաֆիկ ջան։ Ու ձայնն էլ թող մնա։ Ուղարկել եմ քեզ։ Հասկանում ես, այդ մարդու էջից ուղարկել եմ քեզ։ Հիմա այս մարդը այսպես բացահայտ բաներ է անում եւ որևէ պարսավանքի չի արժանանում։ Չեղավ Ռաֆիկ ջան։
Հիմա սա մեծագույն ողբերգություն է, պարոն Ղազարյան ջան, ինչ ենք անելու, ասա տեսնեմ։ Անելու բանը շատ հստակ է, վարչապետը պետք է հեռացվի եւ դրա հեռացման միակ հնարավոր օրինական եւ հնարավոր ձևը, որ դա հնարավոր է, որ դա իրականության մեջ լինի, դա վստահությունն է։ Դժվար է, այո, շատ դժվար է, հետո, բայց այդ է դրա ձևը։ Եվ հիմա պիտի շատ արագ, եթե օրերի հարցը սա։ Պետք չի որևէ բան փնտրել, մտածել, չգիտեմ, ում ինչ եք մտածում։ Լավ, ասենք ես զարմանում եմ։ Ասում եմ, վարչապետի տեխնացու չունենք, չէ՞, ասենք, պատիվ ունեմ խմբակցության հայտարարությունը, կամ Հայաստան խմբակցություն, ասում եմ, մենք ընդհանրապես գործընթացը չենք նախաձեռնում անլուրջ։ Էմյուսին ասում ես, կարաս գասել ես, ասում եմ, չեմ անում, եւ մի բան եմ էլի մտածում։ 26 թվին այդ որ սաղ ընտրություններին ասենց ուզում են այդան իրաց միտոկոսները հավաքեն։ Սաղ միտոկոսանոց են էլի։ Հիմա այդ իրանց ցուցակները որ կազմեն առաջի համարի տեղը դատարկ են թողնելու։ Դե պիտի գրած էլի, չէ՞։ Չէ, օրինակ պատիվ ունենալը պատճառաբանել, ասում ավելի մեծ ընդդիմադիր խմբակցություն կա, կներես։ Հիմա ավելի մեծ խմբակցություն, որ իրանք չեն առաջադրում։ Հիմա լսեք, ավելի մեծ խմբակցության մեջի միակ կուսակցությունը, դա վերածնվող Հայաստան դուրս է եկել, մնացել է հայեղապողական դաշնակցություն, ճիշտ է։ Հիմա հայեղապողական դաշնակցությունը, որ 26 թվի իրանց երազած ընտրություններին մասնակցեն, իրանց 1.4%-ը ստանալու նպատակով։ Այդ իրանց կուսակցության առաջի համարը չի ստացվում։ Ուղարկել եմ, բայց ես հատենամ, կարող է չեմ ուղարկել, ես եմ մի հատ էլ նայեմ, ոչ չի բացում։ Մտնում ես Նիկոլ Փաշինյանի էջը Facebook-ով։ Հենց են արել, որ դա չբացվի։ Ես հատ տեսնեմ։ Նիկոլ Փաշինյանի էջից կարող է հենց են արել, որ չբացվի, ինչ իմանամ, ուղարկում ենք մեր Հայկ Սինդոյանի էջը, ահա, եկավ, հիմա ուղարկել եմ, տեսնեմ, եկել է թե չէ, Հայկ Սինդոյան, ահա, Սրբազան գնա շարունակիր, ուղարկել եմ, եկել է, Մենակ գրածն է պետք, նկարը, Նիկոլի նկարը մեզ պետք չի։ Այդ էջը դրվի, եթե չէ, ու նայել եք, ուրեմն այդ գրածը ունի մոտավորապես, ինչքան ասեմ, արձագանքները մի հատ նայենք, խայտարակ քանակի արձագանքներ ունի, և ոչ մի հատ դրական, բա այդքան ժողովուրդը, հիմա 5300 ուրեմն բան կա, կոմենտ, մեկնաբանություն, ոչ մի հատ դրական։ Սաղ հայոյան կլնի։ Սաղ հայոյան, հեսա, խնդրեմ։ Ինձ բլոկ արել, չեմ կարում դրա ջնայեմ։ Ոնց են քեզ բլոկ արել։ Ինքը բլոկ արել ինձ, ես իրա Facebook-ում։ Հիմա մի հատ նայեմ, տեսնեմ հենց դա է ինչ-որ ես եմ ուզում։ Ուղղակի ամոթ, սա երկրի ղեկավարի վարքագիծ չի, Նիկոլ Փաշինյան, Սրբազան, գնա շարունակիր քերոտ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Ահա է գրառումը Նիկոլ Փաշինյանի էջից, որը ունի 5300 կոմենտ եւ ոչ մի հատ դրական կոմենտ։ Հիմա լավ, տեսնում եք, որ մարդիկ ամենամեծ ատելությունը ունեն այս արդեն ցավոք սրտի ընտանիքի նկատմամբ։ Եվ դրա համար դուք որ ասում եք ինքը ինչի եկեղեցի չի գնում, որտեղ Սարդարաբադ գնալու համար մոբիլիզացրել էին մոտարապես 15000 ոստիկան, ախրան, ԱԱՑ, ինչքան ապարատ եւ ժամից ավել չեն թողել, որ այնտեղ որևէ մեկը գնալու գա։ Ուրիշ տարիների վիդեոները նայեմ։ Դու նայեք, ես ելել եմ։ Ներողություն եմ խնդրում, պարոն Ղազարյան ջան։ Ես եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին որպես ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի հետ բոլոր տարիներին, Սերժ Սարգսյանի հետ բոլոր տարիներին իջնում էին այն ամենաներքևում,
ոտքով բարձրանում, ճանապարհին մի 1000 հոգու հետ ողջագուրվում, բարևում եւ այլ, բոլորի սեղաններից պարտադիր օգտվում էին։ Այո, մարդիկ սեղաններ են դնում ճանապարհ։ Եվ ասում եմ, քանի որ ախրանան գիտեր, որ մենք ունենք բարեկից խորհրդականներ, այնց համեստ, լավ, եւ ունենք ոչ բարեկիր, ինձ նման օրինակ մեկին, չէ՞։ Ինձ ասում էին, պարոն Իսագուլյան, խնդրում եմ եկել դու կողքներով քայլի, որ շատ են գալի, ճզվում, իրաք էլ դե ախրանային ասում էին, ունեցել չլի, որ երևա, որ դու կաք ընդհանրապես։ Այս տղեկն էլ ասում էին, գոնե, ասենք իրանք ում որ նես վստահում էին, մեկը կողքի դες անմիջապես քայլի ու մեկ էլ այդ խմելը դե բոլոր սեղաններից գինի, արա, ամեն ինչ խառնվում էր իրար, չէ՞։ Վերջապես մարդը արևորել որելում էր, դե գնա գալիս է։ Հիմա հասկանում ես, այս մարդը վախենում է հայ ժողովրդից։ Ինքը հայ ժողովրդի թշնամին է, ինքը հայ ժողովրդի մահն է ուզում, ինքը հայ առաքելական սուրբ եկեղեցու կործանումն է ուզում, ինքը Փաշեզադեի մոլլային է ուզում է չոքի նրա ոտերը պաչի, դա փաստ է, լավ է ժողովուրդը, ինչի է սպասում։ Մեր ընդդիմությունը ուզում է մի տարի էլ սպասի Նիկոլի հետ գնա Փաշեզադեի առաջը խոնարհվի։ Ես չգիտեմ։ Այսօր լսեցի Նարեկ Մալյանը առաջարկում էր սրբազաններից, օրինակ Արշակ Սրբազանի շատ խելամիտ առաջարկակ արդյոք։ Թեկնածությունը, բայց այդտեղ ինչ են ասում, մեր ընդդիմադիրներին, որ ասում եք ինչ են։ Ասել է որ ինչ ասել, ասել է սենց են ասում։ Ասել է որ ասել են նա որ հենց հիմա պիտի հավաքվեն ամբողջ խմբակցությունով, իմ կարծիքով։ Երկու խմբակցություն է, խմբակցության ղեկավարներ գոյություն են, չէ՞։ Հավաքվեն ելեն գնան Մայրաթոր, մտնեն Արշակ Սրբազանի կաբինետ, ասեն հենց հիմա մեր զանգի վեհապարի հետ խոսում ենք։ Զանգեն վեհապարի հետ խոսեն, ասեն սենց մենք խնդիր ունենք։ Թույլատրություն, համաձայնություն տվեք, եթե վեհապար դու չես ուզում առաջադրես այսօր առաջնորդությունը եւ քաղաքական եւ հոգեվոր եւ աշխարհիկ վերցնես ձեռդ, այս մի 6 ամիսն է, այմար թող ընտրի հրաժարական կտաս։ Կարա չէ վարչապետ ընտրվի կաթողիկոսը, Նիկոլ էլ վարչապետ չլինի, նույն օրը հրաժարական տա, դա չէ հնարավոր։ Բայց էլ Նիկոլ չկա, չէ, պարզա չէ, որ նա որ վարչապետ չի, անվստահությունը որելնում է, ազգային ժողովի դալիճի դրան ձերբակալելու են, պարզա չէ, էդի։ Մեզ էլ էտա պետք, ասենք մեզ հիմա խո պետք չի, որ մեկը գալի մեզ վարչապետ, մեզ պետք է այսի վարչապետ չլինի, չէ։ Հիմա ասում են վեհապար, եթե չես ուզում, հենց հիմա համաձայնությունը տու, հենց հիմա հեռախոսով։ Արշակ Սրբազանի անունը վերցնում են, գալիս են միանգամից հետ ազգային ժողով, երկու խմբակցություններով հավաքում են համատեղ նիստ անում են, միանգամից անունը գրում են թույլ, ժողովրդին հենց ընդերից միանգամից ազգային ժողովից լայվը մտնում են, ասում են սիրելի ժողովուրդ, հենց եկեք ազգային ժողով։ Հենց եկեք այն մարդերը տուն գնա չկայեք, մենք սրանց հարցերը պիտի լուծենք։ Որոշ չի դա, հələ ասեք, հələ մի հատ պատկերացրեք, ասենք այսօր երկու խմբակցությունների պատգամավորները հավաքվում են 34 հոգով գնում են Էշմիածին, հենց հիմա ասենք դու լսեն կապ չունես սրա ժամ չկա է գիրիկունա ցերեկա ուրբաթա շաբաթա։ Հենց հիմա այդում են Էշմիածին։ Մտնում են Արշակ Սրբազանի կաբինետ, քննարկում են անում, հեռախոսով վիդեոզանգ են անում, վեհապարի հետ խոսում են, մյուս թեմերի առաջնորդների հետ խորհրդակցություն են անում, քննարկում են 3 ժամում աշխատում են, որոշումը կայացնում են, հելում են գալիս են Երևան։ Բա որ ասեն դա Քոչարյանի դեմ եք անում։ Ինչ Քոչարյան, ես Քոչարյանի անուն տվի։ Չէ, բայց դեր էլ չես տալի, բայց իրանք տենց են ասում։ Դե հիմա Հիմա նույնիսկ Աննայի ու Նիկոլի գրած ասում են Քոչարյանի դեմ է ով, ուզում են շուտ անեն, ուրիշ մեկին նշանակեն, որ հանկարծ ռեյտինգը։ Բերեն ես ասեն մենք մեր որոշումը կայացրել ենք, այս կամ մարդով ստորագրել ենք, վարչապետը ժողովուրդ հելեք եկեք ստե։ Որը շելմատ պատկերացրու, հիմա պատկերացրու մենք ստես բան ասենք, եթերը չենք ընդհատելու, էլ ենք ոտով այդ անգամ։ Անելու ենք։ Ամեն մարդը անելու է։ Իքա ինչա մտածել ենք ընդ քնելու ենք, արտուն ենք մնալու ինչ ենք անում։ Այդ անենք լսենք աշխարհը կավակվին, դե աշխարհը։ Հեսա Փաշազադեի մեր պատմական Ուչմիածինը իրանք այսօր վերանվանել են Էչմիածին։ Ելնի բան ասե։ Շատ բաներ է ասում։ Փաշազադեն հայտարարել է թե հայկական եկեղեցի մեծ սպառնալիքի հարևան երկրների համար։ Ու դրանից ավետը ասել է մայիսի 22-ին։ Այսօր ամսի քանիսն է։ Մայիսի 30-ն է։ Մի շաբաթ հետո։ Երեկա կառավարության նիստից սկսել այդ պայքարի եկեղեցու դեմ նոր։ Որպես նախին ճեմարանական քչերը կարող են իմանալ այն ինչ ինձ հայտնի է, ասել է տիեզերական պիդարաստը։ Արման Բաբաջյանը կլինի։
դուք ասացիք։ Չէ, որպես նախկին ճեմարանական Ասում եմ դուք աստորիզմ Այն անհանգստի պես ասում են 9-րդ հարկին պրոֆեսոր, հա։ Հա։ Հասկանում եք, ես մարդիկ արդեն սկսել են պատերազմը եւ ուրեմն ուղարկեք նաեւ տիկին Աննայից բանը, եթե կարա հետո չգիտեմ Հայկը ցույց տա։ Ես խնդրում եմ այս նկարը, բանա Ռաֆիկ ջան։ Սա էլի ես հավատացեք, սա վատ իմաստով չեմ անում։ Իմ տունն էլ հիմա թորնիկս փոքր երեխա է, պատերին ինչով հաստում գրում է, ռոտերին գրում է, սեղանին գրում է։ Բայց երբ որ նման մարդը մեր եկեղեցին համարում է չուլան, նախ հայերեն չի, չուլանը ադրբեջանական բառ է, էդ էլ ասում։ Մի հատ այդ նկարն էլ Ռաֆիկ ջան ուղարկել եմ։ Ախր ո՞նց կարելի, ես ապշում եմ։ Հիմա էսա մարդիկ գրել են Վեապար հնչեցու զանգերը, էլ հնար չկա, վաղը ավելի վատ է լինելու, անդառնալի։ Խնդրեմ, մարդիկ Արթուր Հայրապետյան, հնչեցու զանգերը, բոլորը կոչ են անում Վեապար Հայրապետին հնչեցներ զանգերը։ Զանգ հնչեցնելը ո՞րն է, խոչի նշանակը որ պիտի ելնեն զանգը տան։ Խնդրեմ, սա իրանց տան պատկերն է։ Նիկոլ Այս տանը ապրած մարդը, ստեից գնացել են կառավարական ամառանոց։ Այս տնից են գնացել։ Դեռ ասում են $2 միլիոն էլ ռեմոնտ։ Մենակ ռեմոնտն արա ընդ է։ Ընդ իրանք սկզբից որ գնացել էին, Սերժ Սարգսյանը հլնդեղ էր բնակվում այդ կառավարական տնտեսությունում։ Դե մի քանի առանձնատներ կա։ Իրան տվել են վարչապետի համար նախատեսված տունը, որ իրանից առաջ ապրել է Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը գնացել էր ԵԱՏՄ նախագահ, այդ տունը դատարկ էր, որովհետև վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարական ամառանոցում չի ապրել, այսինքն կարասելնես նաև վարչապետ կառավարական ամառանոցում չապրեց, դες բանել է հնարավոր։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ չի ապրել կառավարական ամառանոցում։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ չի ապրել կառավարական ամառանոցում։ Ազգային ժողովի նախագահներն են եղել, որ չեն ապրել։ Ոչ Բաբլոյանն է ապրել, ոչ Գալուս Սահակյանն է ապրել։ Նես չէ՞ որ եթե պաշտոնը զբաղեցնես, պիտի գնաս դե։ Կարաս նաև չեթաս։ Հիմա սրանք գնացել են ապրում էին վարչապետի համար նախատեսված տանը։ Հետո օրենքի խախտումը, որ պարտավոր էր պետությունը Սերժ Սարգսյանին տրամադրեր առանձնատուն էլ է տրամադրել, որ տրամադրացել մարդ արդեն դա ապրում էր, չէ՞, իր ընտանիքով շարունակել ապրել, պետական բան է։ Մի պետության ղեկավար դու ես, մեկ ենա, չէ՞։ Պահանջներ դրեցին, հանեցին Սերժ Սարգսյանին դեղից։ Եվ օրենքով իրան հասանելիքը չտրամադրեցին։ Չտրամադրեցին Աննան Մայրամիկի հետ, հետո այո, էսի ավելի լավն է։ Այն նորակառույց բաներ, առանձնատուներ այդ որ կար։ Նոր վերանորոգած, ասենք նախագահի համար որ սարքում ոնց են սարքում, այդ այնց։ Հետո էլ էսա լավ, մենք տեղափոխվում ենք ստե, բայց պատերի գույնը Մայրամիկի ճաշակին չի համապատասխանում։ $2 միլիոն մենակ վերանորոգման վրա փող են ծախսել, որ համապատասխանեցնեն իրենց պահանջները, վերանորոգեն այդ ամառանոց, տարածքը նորից։ Բայց այդ թվաբանությունը կա մնացել է։ Ես մամուլից եմ լսել, ես խոր բաներ չեմ լսել։ Եթե չէ, թող բանան, անեն հրապարակեն, ինչքան փող են ծախսել վերանորոգման համար։ Ու տեղափոխվում են ընդ է։ Հիմա էլ օրական պահպանման ծախսը $1,700,000 օրական։ Բայց դրանից առաջ ապրել են այս խոզանոցում։ Ոչիններից է խոսում Աննան։ Ասեք այդ նկարի մեջ որ նայում ես, արդեն պարզ է, չէ՞, դրա գլխի մեջ ինչքան կլի դրանից։ Քանի գերդաստան կլինի դե։ Դաժան է, իրականության հետ համակերպելը եւ ապրել ես իրականության մեջ ու չընդվզելը, ես չեմ հասկանում, թե մեր այսպես կոչված ընդդիմադիրները ինչ են այդ ուղղությամբ մտածում եւ առաջ։ Մտածելու բան գոյություն չունի, հենց հիմա շատ արագ պետքա չհասկա նորետ եմ ասում։ Լավ, ասենք գնացիք հասած ձեր երանելի ինտրույցիանը։ Հայաստան դաշինքի ամենամեծ կուսակցությունը, միակ կուսակցություն դաշնակցությունն է։ Պիտի ցուցակ կազմեք, չէ՞, համամասնական։ Առաջի համարը, որ պիտի բաց չի լինի, պիտի անուն գրածելի, չէ՞։ Դա ինչ չէ, լիքան կան։ Ընտրական օրենսգիրն ասում է, որը որ առաջի համար է, դա վարչապետի տեխնացու է։ Այսինքն պիտի դա ունենաք, չէ՞։ Բայց վաղ պիտի ունենաք, հիմա չունեք։ Դե վաղ պիտի Քոչարյանը, հերո։ Այո, դու իմալնի։ Չէ, հիմա ասում են այս բային իրանք sense նպատակ։ Բլավ նպատակարմա չեք համարում։ Բլավ այս երկրում ուրիշ մարդ չկա։ Սրբազան չկա, գիտնական չկա, բժիշկ չկա։ Կոչուբաևի նկարան գրել։ Ես դուք երրորդ սորտին չենք ասում։ Ես կարևոր մարդկանց եմ ասում։ Դե ինչ տարբերություն։ Բժիշկ Տոնոյան կա իրանց։
Դաշնակցության շարքերում։ Բոլորիս կողմից սիրված հարգված մարդ է։ Պատերազմում մեր զինվորների կյանքը փրկած մարդ է։ 30 տարի։ Չի կարա։ Կարա, շատ լավ կարա։ Ես կխոնարհվեմ այդպես վարչապետի տեխնացուի առաջ։ Ասեմ, ես իրան ճանաչում։ Բարտադիր բանի, ինչի չեն առաջադրում այդ մարդը։ Ես այդ մարդուն ծնված օրվանից ճանաչում եմ։ Ազնվագույն մարդ է։ Այո։ Համաձայն եմ քո հետ։ Պատկերացրեք մեր ժողովրդի իմանա այդպես վարչապետի տեխնացու կա։ Այո, շատ լավ տեխնացու է, բայց հիմա դաշնակցությունը կասի Էդգար Ղազարյանը։ Բան չի, հա, Գերագույն մարմնի անդամ չի։ Չէին գնում, բյուրոյի անդամ։ Բյուրոյի անդամ էլ է, կարծեմ վերջերս էլ տրվել է։ Ոչ, բյուրոյի անդամ է։ Գարնիկը Դանելյան։ Ազնվագույն մարդ է, լուրջ եմ ասում։ Ինչ ուզես կարաս ասես, չէ՞, դրա ազնվությունը ոչ մեկ ով կարա կասկածի։ Սեփազան պայքարի առաջորդանի լիքը մարդը դուք չեք կարող բան արեք, տեխնացու առաջադրեք։ Լավ, ձեր շարքերից падգամավորներից խմբը մեկին չեք սիրում։ Սրբազան չկա, մեր երկրում գիտնական չկա, բժիշկ չկա, արվեստագետ, ինչ չկա։ Բնա չէ, դուք այնքան եք, որ ոչ մեկին հավան չեք, հա։ Ցավոք սրտի տենց է։ Ու մենք պիտի նստենք նայենք, ասենք, դե դուք ոչ մեկին հավան չեք։ Դուք եք լավը, շատ լավն եք։ Դե երկրպագենք ձեզ։ Կերպը գա, բա, հետո վաղտը կգա, երկրպագենք։ Էլեմատ ուշացնեն ես գործընթացը։ Անլուրջ, դուք եք լուրջ։ Ինչ արել եք լուրջ, հա, ես մինչև հիմա ինչ արել եք լուրջ, գնացել եք ընտրություններին լուրջ պարտվել եք, հետո սկսել եք հրաժարականի պահանջ լուրջ չեք հասել դրան։ Եթե այս հանգամանքը Սա է դանը շպրտել Ալենսի բանը, որ այդքան ազնաժողովի նախագահ, ազգային ժողովի փոխնախագահ էր իշխանը Սաղաթելյան։ Լուրջ, հիմա էլ ես փոխնախագահ։ Առանց կարծիքը հասնելու են անե։ Լուրջ։ Շատ լուրջ է։ Բադրատները ում են։ Ոչ մեկին։ Լուրջն են։ Այդ դամը ձեր են առնում, դամայել ասում են մեր երազանքների ընդդիմություն եք, որտեղ իրենց համար երազանքների ընդդիմություն եք աշխատում։ Էդգար Ղազարյանի ասածն էլ անլուրջն է, լուրջը դու ես։ Թերևները տեշտեք, տղաները բան։ Դուք էլ բանաստեղծություն են գրես, իրանք չգինեն իրենց բանաստեղծությունները։ Դառն են լուրջ։ Ով է գրել։ Շատ եմ անավարագրել։ Դե զելի ժողովուրդ, այս թեման չօգտագործելը, սա արդեն հայտարարված պատերազմ է։ Հայ ժողովրդին հայտարարված պատերազմ։ Երբ որ ֆիզիկական պատերազմ հայտարարեցին, հանձնեցին մեր հայկական պետականությունը թուրքերին, տարան 5000-ից ավելի երեխեքի գլուխ կերավ, ինքը ընտանիքով, չգիտեմ ոնց, հետո Հայաստանից մաս սկսեց տալ։ Հիմա միակ խանգարողը դարել է եկեղեցին, եկեղեցին էլ պիտի ոչնչացնի։ Հայ ժողովուրդ, նստեք ձեր տներում, մինչև Նիկոլը բոլորիդ ոչնչացնելով գալիս է։ Նստեք ու շարունակեք տենց նստածել մնալ։ Չեք հասկանում, որ հայ ժողովրդին պատերազմ է հայտարարված ընդհանրապես մի քանի հոգու կողմից, եւ այդ մի քանի հոգին բոլորից ստրկացրել են։ Ցավոք սրտի, որ մեկ ասում են 1915 թվականին այսենց մի հատ թուրքը մտնում էր մի հատ խանչալով, ամբողջ գյուղին ասում էր տղամարդիկ թող լցվեն մարակը, կանանց ասում էր բերեք կողքերը ցախ շարեք, ու իրանց էլ ասում էր գնացեք բաժար տվեք, անում նույնն է։ Դուք ինքներդ ձեզ ցեղասպանության եք ենթարկում։ Նիկոլն ասել է լցվեք մարակը, լցվում եք։ Ձեր կանանց ու երեխեքին ասում է բերեք ցախը շարեք, շարում եք։ Ասում է բաժար տվեք, բաժար են տալի։ Կրակը տալիս են ու դուք վառվեք մեջը։ Շարունակեք վառվել։ Ինչ ասեմ։ Խնդրեմ, վերջին խոսքը իրավ։ Հոգնել ենք այս ժողովրդին ինչ որ բան բացատրել, ասել։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ուղղակի ժողովուրդ ջան, ուշքի եկեք։ Ոնց բացատրենք, ոնց ասենք, ոնց խոնարհվենք, ոնց աղերսենք։ Շատերն ասում են դուք այո պատրաստ ենք անելու, ես պատրաստ եմ անելու։ Բայց միլիոն անգամ այդ նույն պատմությունը արել ենք։ Որտեվ հենց դու ուզում ես մի հատ գործողություն անել, չնայած հնարավորությունը սաղ իրանց ձեռն է, միանգամից սկսում են Քոչարյանի դեմ եք անում։ Այ մարդ ինչ կապ ունի մեր գանելիքը Քոչարյանի կամ մյուսի հետ։ Դուք եք ասում, բոլորը միջայլոց գնացել իրանց հետ ձայն տվել այդ ժամանակ։ Մեր հույսով որ ոնց որ իրանք են ասում այնտեղ Սեյրանը Անյանն ասում էր մենք խրամատի առաջի գծում ենք պուլեմետների տանկերի դեմ մենք մեր բաց կրծքերով դուրս են գալու։ Տեսանք թե ինչպիսի կրծքերով դուրս եկաք ինչերի դեմ։ Դրա համար ենք ասում, էլի
չենք ասում ձեզ նեղացնելու ու վիրավորելու համար։ Այն օրը ձեզանից մեկը բեղավոր նախկին սիգար քաշող նախարարել է։ Գիտեք, անունս տվել ես, իհարկե անպայման պատասխանը տալու է այդ բեղլուին։ Շատ կոպիտ եմ տալու, խիստ եմ տալու, արդարացի եմ տալու։ Ու ասելու եմ, թե թանկարժեք սիգարները մինչև հիմա որ փադոնսների ու բաների երեխեքի փողերով է ծխում։ Այսօր աղբոր պես ուշքի եկեք։ Ձեր տանձին չի երկիրը կործանվում է։ Ձեր ուզում եք վերադառնալ ինչ-որ մի բանի, որտեղ այո, բերում էին որփատաների ու մանկատներից ձեզ բան էին տալիս։ Ու դուք սիգար էիք ծխում։ Մնաք բարյակը հանդիպենք